Բարև ձեզ ընկերներ եւ ոչ միայն ընկերներ, արդեն շատ երկար տարիներ է, մոտ 5 տարի, որ ուզում եմ իմ ընկալումները կիսվեմ ձեր հետ, որը հիմնված է մի շատ երկար 20 տարվա ուսումնասիրության աշխատանքի վրա, բայց իմ ներքին Սանչոն չէր համաձայնվում։ Հիմա կարող ասեք, այս տղեն մաքուր խառնել է ներքին Սանչոն որն է։ Էսա կասեմ։ Եթե դուք տեսել եք իմ Facebook-յան էջը, ապա սա իմ էջի նկարն է, եւ դա երևի շատերի ծանոթ է, այս նկարը Դոն Կիխոտի եւ Սանչո Պանսայի նկարներն են։ Իսկ կարող եք ասեք, սրանք ինչ կապ ունեն իմ ուսումնասիրության հետ կամ իմ հետ, էսա կպատմեմ մանրամասն։ Նախ մի քանի բառ վեպի մասին։ Վեպը գրել է Միգել Սերվանտեսը 1605 թվին, իսպանացի գրող է, եւ վեպը կոչվում է իր գլխավոր հերոսի մի աղքատ ազնվականի անունով։ Այս աղքատ ազնվականին մնացել է մի տուն, մի երկու աշխատող եւ մի մեծ գրատարան գրքեր։ Եվ Դոն Կիխոտը, այս ազնվականը, վերջի 10-15 տարին մենակ կարդացել է ասպետական վեպեր, այնքան որ իրան թվում է, որ ինքը ասպետ է եւ պետք է գնա եւ աշխարհը փրկի չարիքից եւ արժանանա իր սիրելի Դոլսինեի սերին։ Այսպեսով նա որոշում է սկսել ասպետություն եւ ասպետության համար ինքը կարիք ուներ զրահի, ձյու, զրահը գտնում է իրանց տան հին ամբարից, ասպետական զրահներ, գլխարկ եւ նիզակ, իսկ իր ծեր ձյուն էլ անվանում է Ռոսինանտե եւ Լամանչայից մի գյուղացի, մի կարճաբոյ գնդլիկ մարդ իր էշով վերցնում է եւ իրար հետ գնում են ասպետություն անելու։ Վեպը շատ հետաքրքիր է եւ ինչ գժություններ, որ Դոն Կիխոտը չի անում։ Ուրեմն այստեղ Դոն Կիխոտը տեսնում է աշխարհը ոչ թե ոնց որ կա, այլ ոնց որ ինքն է ուզում։ Օրինակի համար Քամու աղացները ինքը Դոն Կիխոտ տեսնում է որպես հրեշներ եւ հարձակվում է այդ աղացների վրա։ Իսկ Սանչո Պանսան մի հատ հասարակ գյուղացի էր եւ Քամու աղաց տեսնում է Քամու աղաց, բայց Դոն Կիխոտը չի լսում իրան։ Եվ շատ ուրիշ բաներ, ուրիշ դեպքեր է պատահում այս վեպի մեջ։ Իսկ մի քիչ ինֆորմացիա վեպի մասին, որտեղ կարող եք գտնեք, այս վեպը թարգմանված է համարյա բոլոր աշխարհի լեզուներով։ Իսկ եթե կարդացող եք, ինտերնետի մեջ հայերեն գրեք Դոն Կիխոտը, հայերենով դրված է ինտերնետի մեջ, իսկ նույնիսկ գոյություն ունի կրճատված Դոն Կիխոտ վեպը 20-25 էջ է, շատ հետաքրքիր։ Իսկ եթե կարդալ չեք սիրում, դուք կարող եք այս վեպը լսել։ Այս վեպը գոյություն ունի MP3 եւ MP4 անգլերենով, իսպաներենով։ Իսկ պարսկերեն լեզվով վեպը կոչվում է Դոն Կիշոտ։ Ինչու չգիտեմ։ Իսկ եթե հետաքրքրված չեք ոչ կարդալով, ոչ լսելով, գոյություն ունի նույնիսկ ֆիլմ, որ կարող եք նայեք։ Կա իսպանական ֆիլմ երկու մասից, որ տակը թարգմանված է անգլերենով։ Եթե ռուսերեն գիտեք, Մոսֆիլմի սարքած Դոն Կիխոտ դո լա Մանչանկա մի հրաշք ֆիլմ, որ կարող եք նայեք։ Իսկ վերջի տարիներին Իսպանիայում մի նոր Դոն Կիխոտ ֆիլմ է սարքվել, բայց նոր կյանքի համար, որ Դոն Կիխոտը մի հատ տերտեր է, իսկ Սանչո Պանսան իրանց գյուղի կոմունիստ է, որ էլ ձյու բան չունեն, մեքենայով
Ես գնում են երգիրը պտտելու, ասպետություն անելու եւ շատ հետաքրքիր ֆիլմ դա է։ Իսկ Դոն Կիխոտը ոչ թե մի անձնավորության հեքիաթ, պատմություն կամ վեպ է, այլ Դոն Կիխոտը Սանչո Պանսան մարդկային հատկություններ են, որ ամենից մեջ կա։ Դոն Կիխոտը այն է, որ ուզում է գնա առաջ, ոչ թե ասել միշտ չի, որ ուզում է աշխարհը ազատի չարիքներից, այլ բոլոր ղեկավարները, մեծ ղեկավարները համարյա Դոն Կիխոտներ են։ Դրանք, որ հաղթում են, հաղթահարում են դժվարություններ, լինում են մեծ ղեկավարներ, եթե չեն հաղթահարում, արդեն մնում են Դոն Կիխոտ։ Իսկ Սանչո Պանսան իրականությունը տեսնող մարդ է։ Եվ այսինքն աշխարհը տեսնում է տենց, որ ուզում է աշխարհը կա։ Եվ սրանք իրանց տեղից չեն շարժվում, այսինքն եթե դու դուրս չես գալիս աշխարհ, առաջընթաց էլ չես ունենում։ Դրա համար երբ նայում ենք այս նկարին, տեսնում ենք, որ Դոն Կիխոտը բոյով, ձիու վրա, նիզակը ձեռին, եւ ձին արագ գնացող կենթանի է էշից, իսկ Սանչո Պանսան մի գնդլիկ մարդ նստած է էշի վրա։ Եվ այս պրոպորշուն, այսինքն այս մեծ ու փոքրությունը նկարներինը սա խորհրդական է, այսինքն Դոն Կիխոտը չի լսում Սանչո Պանսային եւ իր գործերն է անում։ Օրինակ ես 40-45 տարի առաջ, 50 տարի առաջ մաքուր Դոն Կիխոտ էի։ Իսկ հետագայում երբ փորձառությունը շատանում է, փորձառության շատացման հետ Սանչո Պանսան էլ մեծանում է։ Հիմա արդեն իմ մոտ Սանչո Պանսան հենց այդքան մեծ է, ինչ որ Դոն Կիխոտը։ Եվ այդ որ 5 տարի, 6 տարի ես այսօր վաղն եմ անում, որ ես ընկալումների կիսեմ, որ ասում եմ Սանչո Պանսայի մեղքն է, այսինքն այսպես է, որ մեկ մարդ մտածում է, որ պետք է այս բանը անել, թե չանել, մեկին հետաքրքիր կլինի, թե չի լինի։ Եվ Սանչո Պանսան ասում է, որ ախպեր, դու ինքդ գիտես, որ չի տարբերվում անես, թե չանես, ինչի ես քեզ չարչարում, բայց արդեն ես ընկերներիս խոսք եմ տվել, որ ես գործը կանեմ, եւ Սանչո Պանսային էլ համոզել եմ, որ այս արդեն վերջի անգամը, որ ես ուզում եմ Դոն Կիխոտություն անեմ։ Իսկ որպես ասեցի, ինչպես ասեցի, ես մի հատ մարդկային քարակտեր է, շատ հետաքրքիր ամեն մարդի մեջ կա, եւ բացի մարդկային քարակտեր, նույնիսկ կարող է մի հատ ազգի քարակտեր լինի։ Օրինակի համար, երբ ես Հայաստանում կամ Հայաստանից դուրս պոլիտիկական ակտիվիստներին լսում եմ, մեկ սարսափ տալիս է ջանս։ Օրինակ իրանք ներկայացնում են Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ արևմտյան աշխարհը որպես առաջադեմ, որպես կուլտուրական եւ հետաքրքիր է։ Այս ամեն բաներ, որ կատարվել է Իրաքի կռիվը, Լիբիային, Աֆղանստանին, այսօր Ուկրաինայում, եւ մեր աչքի առաջ արդեն եղերն է գնում Պաղեստինի ժողովրդի վրա։ Օրը ցերեկով ամենից աչքիս առաջ ջարդում են ժողովրդին եւ այս կուլտուրական արևմուտքի ծպուտ, բացի այն որ ծպուտ դուրս չի գալիս, իրանք նույնիսկ զենքով օգնում են եւ խանգարում են նույնիսկ, որ եթե կարողանան ՄԱԿ-ի ներսը ինչ որ վերջ տնեն այս կոտորածներին։ Ցեղասպանություն է գնում, բառի բուն իմաստով։ Եվ այս ամեն ինչը տեսնելուց հետո հալա դեռ մարդ կա, որ ասում է, այ չեմ անում Եվրոպայի եւ արևմտյան առաջադեմ աշխարհը, մարդկային իրավունքներ, այսինչ այնինչ, դա հենց այն Դոն Կիխոտի մտածելակերպն է, որ աշխարհը ոչ թե տեսնում են տենց որ կա, այլ տենց որ իրանք ուզում են տեսնել։ Այսինքն
այսօր Հայաստանի փրկությունը տեսնում եմ, որ Ամերիկան զենք բերի, զորք բերի լսնի տեղ Ադրբեջանին կոտորի, Թուրքիային կոտորի, սա իրականության հետ ոչ մեկ կապ չունի։ Եվ այս հանգամանքում ես ավելի շուտ Սանչո եմ, քան Դոն Կիխոտ։ Իրականությունը պետք է տեսնել։ Այսինքն մենակ մարդի քարակտեր չի, կարող է մի հատ ազգի, մի հատ ժողովրդի քարակտեր լինի։ Նույնիսկ Պարսկաստանի ժողովուրդը։ Կարծում են, թե եթե այս պետությունին տապալեցին ամերիկացի կեկան, իրանք արդեն ինչ ձև կապրեն։ Հստենց վրա հայաստանցիքին մտածում, օրինակ 18 թվին կամ դրանից առաջ, եթե սովետը մեջից է, սովետը իրանց հետ գործ չունենա, արդեն իրանք ես իմ ինչեր կանեն կամ ինչ չեն անի։ Okay, դրա համար էլ ես իմակի ձի ու զենք պետք չի, իմ զենք ու զենքը արդեն կամպյուտերն է և ես որոշել, այսինքն մի հատ անուն կուզե, ես իմ պոդքասթների շարանը և որոշել եմ անունը դնեմ Պարաբ Վախտի Խաղալիք։ Այս անունը վերցրել եմ Խաչատուր Աբովյանի Պարաբ Վախտի Խաղալիք գրվածից, որ դուք եթե ուզենաք կարող եք ինտերնետից ճարեք ինչ է գրած, և այսպիսով և սկսելու եմ իմ պոդքասթները Պարաբ Վախտի Խաղալիք անվան տակ։ Այսօր ասկանը հաջողություն։